Արդեն 330 օր է Բագրատ Սրբազանը գտնվում է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, քաղբանտարկյալի կարգավիճակում։ Ձեր դիրքորոշումը դուք էլ եկել եք շնորհավորելու Բագրատ Սրբազանին։ Ես երեք գիշերը իրականում դրել էի նայում էի բոլոր վիդեոները, քանի որ ես Կիրյանցից էի սկսել քայլել Սրբազանի հետ ու երևի չգիտեմ առաջի մարդկանցից չեմ ուզում ասել, բայց Կիրյանց եմ գնացել իրեն տեսնելու ու այդտեղից ենք սկսել քայլել։ Ես իմ կյանքի լավագույն օրերն եմ համարում այն օրերը, որոնք որ այս ակաժներով լսել եմ Սրբազանի արդար ու ազնիվ խոսքը։ Ես չգիտեմ ինչքան ինքը ճիշտ, ինչքան ինքը հայ ու ինչքան ինքը որակով հայի հատկանիշներով օրհնված մարդ է ու ինչքան մենք օրհնված ենք, որ իրեն ճանաչում ենք։ Ես ինձ համարում եմ օրհնված մարդ, որ ընդհանրապես իր հետ իր կողքին, նույնիսկ որ իր հայրենակիցն եմ ուղղակի դրա համար։ Իսկ այն, որ ես իր կողքով քայլել եմ, այդ իմ համար հպարտություն է։ Մի գրամ անգամ ես հիշում եմ այն օրերին, երբ որ այդ այլանդակ զրպար սկսեցին տարածել, հա, թե տասուտ արդարների մասին, թե Սրբազանի մասին, ես իհարկե քմծիծաղով էի վերաբերվում դրան, որտեվ մարդիկ ովքեր վստահ ճանաչում են նրան, գիտեն, որ դա չէր կարող այդպես լինել։ Իրապես հայասեր մարդ, մենք պիտի փնտրենք շատ երկար, շատ երկար, ամբողջ աշխարհի հայերի մեջ, որ գտնենք իրապես հայասեր մարդ։ Իսկ ու այդ օրերին հիշում եմ ինձ գրում էին, հա, հիմա փոշմանել ես, որ մասնակցել ես Սրբազան պայքարին, պաշտոնապես հայտարարում եմ երբեք կյանքում ես չեմ փոշմանի, որ Սրբազանի կողքով քայլել եմ։ Միգուցե բաներ լինեն իմ կյանքում, որ ասեմ, այստեղ կարելի էր ավելի լավ անել, այստեղ կարելի էր ավելի ճիշտ խոսել, բայց Սրբազանի կողքով քայլելը իմ կյանքի հպարտություններից մեկն է։ Ես նույնիսկ իմ երեխաներին չեմ կնքում դեռ, որտեվ սպասում եմ Սրբազանի վերադարձին, որտեվ իմ երեխաների կնունքը առանց իրա ես չեմ պատկերացնում։ Այցելել եք երբևէ իրեն։ Ցավոք սրտի ոչ, գնում եմ դատերին, իրականում դատերին նենց չեմ դիմանում, սկսում եմ լաց լինել, ինձ ընդհանրապես ասում են մի արի, որտեվ այդ մեր ընկճված վիճակը իրան պետք չի ցույց տալ, որտեվ ինքը այնքան հզոր անդեղ կանգնած այդ ապակու մյուս կողմում, sense նայում ես մի հատ հզոր մարդ է կանգնած ու դու sense այս կողմում կանգնած ազատության, այսպես ասած, այս չգիտեմ, սա կարելի է կոչել ազատություն, այս ազատության մեջ կանգնած ու քեզ զգում ես ավելի բանտարկված ու ավելի գերի։ Անահիտ ջան, իսկ ինչ հույսեր կաց ձեզ, ինչ սպասել օրինակ այս իշխանություններից, որովհետև ԱԱԾ մեկուսարանում եղան տարբեր սրբազաններ, բայց իրենք հիմա տնային կալանքում են կամ տանն են, այսինքն ինչ սպասել իշխանություններից Բագրատ Սրբազանին։ Ես ինչքանով որ տեղյակ եմ, այդ դատին անգամ եղել եմ, երբ որ Բագրատ Սրբազան հրաժարվեց, ասեց ինձ այդ ձեր ռուսերեն բարկա է, պատկի դալաները պետք չեն, էլի են, որ սենց դե լավ, դե տնային կալանք, իրան դա պետք չի ինչի, որովհետև չեմ ասում մնացած սրբազանները ինչ որ ձև մեղավոր են, իհարկե ոչ դրա մասին չի խոսքը, բայց ես վստահ եմ ավելի քան, որ ինքը իր անմեղությունը այնքան 100% չէ, 101%-ով գիտի, որ վստահ է ու նրա համար հասկանում եք, նրա համար ծիծաղելի է նույնիսկ, որ նա կարող է, այո, ինչ-որ տնային կալանքով կամ ինչ-որ, չգիտեմ, պայմանական բանով դուրս գալ, որովհետև դե լավ, դե թողում ենք, չէ, հիշում եք, ես այսօր եմ ուղղակի այդ վիդեոն նայել, դրա համար իմ մոտ Կիրանցում Սրբազանը կանգնած մի բան ասեց հələ չգիտեն ում հետ են գործ բռնել, ասեց էս են չի էլի, որ տենց գնալու ենք, ցրվենք ու մոռանանք, չէ, իրանք չգիտեն դեռ ում հետ են գործ բռնել, որովհետև հայասիրությունը, հայրենասիրությունը, հայրենատիրությունը դա ձեռք բերովի արժեքներ չեն ու նույն ձև էլ կորչող արժեքներ չեն։ Սկզբունքային գաղափարային մարդկանց մեջ դրանք անմար են եւ ես իրականում իմ կյանքի 37 տարիների ընթացքում Սրբազան պայքարի օրերին սովորել եմ սկզբունքայնություն, գաղափարի տեր կանգնել ու ես կարծում եմ ինքը շատ մեծ ուսուցիչ է իրականում անգամ իր կողքին կանգնող 60-70 տարեկան մարդկանց համար։ Ինչը չի ներում իշխանությունը Սրբազանի հետ կապված։ Ուժը։ Դուք հիշում եք ինչ էր կատարվում։ Ես չգիտեմ դուք եղել եք թե չէ հանրապետության հրապարակում։ Եթե եղել եք, ուրեմն հիշում եք, ես պատկերացնում եք մենք գալիս էինք, հասում էինք Շոմպայն այդ հատվածը, այո, որ փողոցն է, Թբիլիսյան, եթե չեմ սխալվում։ Այդտեղ էինք հասնում եւ ինձ զանգահարեցին վիդեո քոլով ու ցույց տվեցին, թե արդեն ինչ էր կատարվում հրապարակում։ Այդ դրանից են վախենում, որովհետեւ հասկանում են, որ Բագրատ Սրբազանը
չընկճվող եւ ուղիղ տեսակ է։ Բագրատ Սրբազանը ինչ որ մի բանի համար անող տեսակ չէր։ Ինձ նույնիսկ ես մեղկում եմ, խղճում եմ եւ իսկապես խղճահարություն են առաջացնում բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, որ Բագրատ Սրբազանը պիտի գար եւ աթոռակռիվ տար եւ նրա կարեւորագույն չգիտեմ ինչ որ ձեռքբերումը կլիներ, որ ինքը դառնար այս երկրի վարչապետ։ Ես ձեզ խնդրում եմ, Բագրատ Սրբազանը ունեցել է իր կյանքում այնքան ուշադրություն իր անձի նկատմամբ եւ այն, որ Բագրատ Սրբազանի աչքը համբուրել են ավելի շատ մարդիկ, քան հիմիկվա այս լրբական իշխանության կողքի գտնվողները բարևել են այդ նույն իշխանությանը, հենց որ եկեք անգամ հավասարության նշանները մեծ ու փոքրին նույնիսկ ամոթադնելը, որովհետև նորից եմ կրկնում, այն մարդիկ, ես խղճում եմ ձեզ, եթե դուք մտածում եք, որ Բագրատ Սրբազանին պետք էր աթոռ կամ Բագրատ Սրբազանին պետք էր որևիցե պաշտոն։ Ու ես վստահ եմ, երբ որ ինքը լինի ազատության մեջ, ինքը իր պայքարը շարունակել է ու ես նորից իր կողքին եմ լինելու, դա չի քննարկում, բայց այդ պայքարը էլի չի լինելու պաշտոնի ու աթոռի համար, որովհետև ինքը մեզ սովորեցրեց, որ կա հայրենիք, որը մեկ հատ է, մեկ։ Մենք շատ չունենք, որ այսօր մեկը կորցնենք, վաղը մյուսի համար պայքարենք, ու այդ մեկի համար միջև վերջ պետք է կանգնել։ Իսկ հետևում եք նախընտրական քարոզ արշավին, ինչ կարծիք ունեք այս Այն որ ինձ թվում է, եթե հիմա հարթուկն էլ միացնեմ մեջից մեկը գոռալու է հազար ներողություն կզցնեմ, դրա համար ուզած չուզած հետևում ենք, այո։ Հետո գիտեք ինչ, ես շատ նորմալ է։ Չէ, իհարկե, դե ինչի մասն է խոսքը, այն բառապաշարը, որը որ ես ներողություն եմ նորից խնդրում, նոր օգտագործեցի, ոնց կարա նորմալ լինի։ Ոնց կարա նորմալ լինի այն բառապաշարը, որը որ օգտագործվում է։ Ու գիտեք ինչ, ես չեմ վախենում ոչ իրենից, ոչ էլ իր շրջապատող այդ խմբակից։ Ես վախենում եմ այն մարդկանցից, ովքեր արդարացնում են այդ վերաբերմունքը։ Այդ է վախենալու այս երկրում ու այս աշխարհում, որովհետև այդ մարդիկ վաղ իրենց երեխաները, թոռները, ծոռները, չգիտեմ ովքեր ապրելու են իմ երեխաների, թոռների եւ ծոռների հետ մի երկրում եւ ես չգիտեմ իրենք ինձ դաստիարակություն են ստանալու տունը, որովհետև եթե իրենք տանը օրինակ երեխան տեսնի այդ վիդեոն ու ասի, սա ինչ է, ինչ որտեղից փախած մարդ է, ասելու են չէ, սա գիտես, արդարացնելու են չէ՞ մարդու արածը, որովհետև իրանց փուրփուրտն է, պիտի արդարացնեն։ Ու այդ արդարացումներով ես իսկապես չեմ պատկերացնում ինչ ձևի դաստիարակություն են տալու իրենց երեխային եւ այդ երեխան իմ երեխայի հետ գնալու է դպրոց եւ ինչ պիտի սպասեմ ես իրանից, ինչ պիտի տեսնեմ ես իրանից։ Դրա համար շատ իսկապես եմ ասում, իրենցից կատեգորիկ ոչ մի վախ չունեմ, բայց այդ մարդկանցից իսկապես վախ ունեմ։ Որպես հանրային դեմք, որպես հանրության խոսքը փոխանցող, ինչ կասեք մեր հանրությանը, ինչ պետք է անեն այս ընտրությունների ֆոնին, որտեղ տարբեր քաղաքական ուժեր կան, առաջարկում են իրենց ծրագրերը, բայց բոլորին լսել է պետք։ Նիկոլ Փաշինյանի Չէ, սխալ եք ասում։ Կատեգորիկ ձեր հետ համաձայն չեմ, բարձր չի, ընդհանրապես ձեր հետ համաձայն չեմ։ Այն օրը ես արաբկիրցի եմ, ճիշտ է, Վարշավայում եմ ապրում արաբկիրում, բայց իմ համար սա ասենց քիթս բարձր եմ քայլում, արդեն որ դուրս եմ գալի, գիտեմ արաբկիրում եմ, արաբկիրը այն օրը ասեց, որը որից հետո է եղբայր, այն քո ասած եղբայրը։ Այդ մարդը պիտի հասկանա, որ 18 թվականի այդ էյֆորիան չկա, ու ես ձեզ ասեմ ավելին, այն մարդիկ, որոնք որ կամերաների առաջ խոսում են, դուք հասկանում եք, չէ՞, դրանք հազարավորներից մեկերն են, այնպես չի, որ ուղղակի այդ 3-4 հոգին են այդ օրը մտածում նրա մասին, բայց շատերը վախենում են, շատերը չունեն այդ այդ խոսքի ազատությունը իրենց մեջ նույնիսկ, ոչ թե վախենում են միայն խոսելուց։ Մարդիկ չեն կարողանում, օրինակ կամերայի դեմը կանգնեցնես մարդուն, ինքը միգուցե սենց առանց կամերա կարողանա քեզ մտքերը ամբողջությամբ շարադրել եւ բացատրել, հետո չկարողանա, այնպես որ վստահ եղեք շատ շատերը իրենց իսկ մարդկանց իմ հանրության լինելու է պարտադիր չքննարկող, եթե չլինի, ուրեմն ես չեմ պատկերացնում Հայաստանը հայկական, դրա համար դա պարտադիր պայման է մեր համար, մեր ազգի համար դա պարտադիր պայման է։ Եվ մի կարևոր բան եմ ուզում ասել հանրությանը, չլսեք ոչ մեկին, որ ձեզ ինչ որ գրիչներ են տալու, որը նկարելու է թե ինչ ընտրություն եք անում, չլսեք ոչ մեկին, որ ձեզ ինչ որ մեկը համոզել է, որ դե իրա բարեկամն է, դե պարտադիր է, չկա տենց բան։ Կա մի բան, ձեր հայրենիքի համար գնացեք ընտրություն արեք։ Ձեր հայրենիքի հայկական մնալու համար գնացեք ձեր ընտրությունը արեք, որովհետև վաղը, երբ որ նորից ինչ որ հանձնումներ լինի, այդ հանձնումների մեջ ձեր են պծիճկան դրված այդ համարի տակ, նույնպես հաշվի առնվելու։ Եվ ես արդեն գիտեք, եթե այն ժամանակ մտածում ենք 18 թվականին ես որպես հեղափոխության մասնակցած մարդ ասում եի, այո, խաբվել եմ, կներեք ինձ։ Հիմա ոչ ենք գամելու խարազանենք մարդկանց դրա համար, բայց հիմա դու հասկանալով ես արդեն գնում եւ քո ընտրությունը անում։ Գնացեք ընտրության, ընտրեք ցանկալի է մեծ ընդդիմադիր ուժերի, ինչի, որովհետեւ փոշիացման ձայները նույնպես գնալու են իօկուտ իշխանությունների եւ ես ձեզ խնդրում եմ, գնացեք ընտրության։ Պարտադիր ոչ մեկին մի լսեք, մի արեք մեկի ասածը, այլ գնացեք ընտրության եւ կատարեք ձեր ճիշտ որոշումը, որ ձեր փոխարեն ձեր երեխայի ապագան չորոշը։ Ունեք արդեն քաղաքական ուժի նախընտրություն։ Իհարկե ունեմ, շատ վաղուց ունեմ, որտեվ գաղտնիք չի, որ ես ունեմ բազմաթիվ ընկերներ, բազմաթիվ կուսակցություններում, ինձ համար այն մարդիկ, ովքեր հենց նույն սրբազան պայքարին իմ հետ իմ կողքով քայլել են անձրևի տակով, Կիրանցից մինչև Երևան, այդ մարդիկ իհարկե լինելու են առաջնային տեղերում։